առավոտյան ակցիաներ էին մեկնարկել Կարապետյանին աջակցելու պահանջով, նաև կառավարության շենքի մոտ խորհրդանշական նվեր հանձնվեց։ Այս ակցիաները ինչ են ցույց տալիս, տեղյակ են, որ ինքնաբուխ են եղել, որովհետև մեզ հենց առավոտյան են տեղեկացրել ակցիայի մի քանի մասնակիցներ, որ մտադրություն ունեն գնալու եւ ակցիա իրականացնելու։ Իրականում այո, վաղ առավոտից սկսված քաղաքացիները քաղաքի տարբեր վայրերում ինքնաբուխ ակցիաներ են կազմակերպել, նաև հետաքրքիր է, որ պարզապես քաղաքացիներ իրենց պատուհաններից պաստառներ են կախում ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին, եւ ի վերջո հասունացել է այն ժամանակը, որ այո, մեր երկրին պետք է նոր առաջնորդ, որը կուղղորդի երկիրը դեպի ուժեղ Հայաստան։ Գիտենք, որ այսօր ժամը 11-ից դատարանը սկսել է քննել ապօրինի կալանքը երկարաձգելու դատավարությունը եւ մենք շատ հույս ունենք, որ այսօր ի վերջո արդարությունը կհաղթի եւ պարոն Սամվել Կարապետյանը ազատ արձակվի։ Հետևելով իշխանությունների տրամադրվածությանը դուք ուզում եք հուսալ, որ դատավորը կկարողանա այդպիսի որոշում ինքնուրույն ընդունել եւ բացի դրանից հաշվի առնելով Արամ Սարգսյանի հայտարարությունները, որ իշխանության նաեւ մտերիմն է, մասնապես Նիկոլ Փաշինյանի, մտահոգություն չկա, որ ընդհանրապես կուսակցությանը չեն թողնի ընտրություններին մասնակցել։ Մենք դեռ բնականon հունով շարժվում ենք առաջ եւ բոլոր գործընթացները իր փուլ առ փուլ իրականացնում ենք։ Իրականում հասկանում ենք, որ կան դատավորներ, որոնք որ չեն կարող գնալ կառավարության դեմ եւ արդարության որոշում կայացնել, բայց ամեն դատավարությունից հետո մենք մեր հույսը ավելի է շատանում, որ ի վերջո պետք է հայտնվի այն դատավորը, որ վերջ կդնի այս ապօրինի կալանքին եւ ազատ արձակի Սամվել Կարապետյանին։ Արդեն 9 ամսից ավելի է, 7 ամսից ավելի ինքը գտնվել է այո կալանքի տակ, հենց ԱԱԾ-ի հուսարանում եւ հիմա արդեն 2 ամիս է տնային կալանքի տակ, բայց հույսը շատ մեծ է մեր կողմից, որ այսօր ի վերջո ազատ կարձակվի։ Այս իշխանությունների ժամանակ, որ այդ որոշմանը գնա եւ ազատացվի։ Ես կարծում եմ, որ այո, այդ դատավորը կլինի եւ անպայման այդ որոշումը կկայացնի։ Մասնակցության հարցը, այսինքն որքան ընտրությունների օրը մոտենա, այնքան շատ կարևոր է դառնալու, թույլ կտան մասնակցի, թույլ չեն տա, դուք օրինակ Հովակիմյանի ասուլիսից էլ ինչ հասկացան։ Բնականաբար ցանկություն կլինի թույլ չտալու, բայց դեռ որևէ անօրինական քայլ, մի քայլ, որը նպաստի նրան, որ մեզ թույլ չտան մասնակցեն ընտրություններին, մեր կողմից չի եղել։ Մեր իրավաբանները շատ հստակ հետևում են բոլոր կանոններին, որպեսզի որևէ խախտում չարձանագրվի եւ մենք հավուր պատշաճի ներկայանանք հունիսի 7-ին ընտրություններին։ Դուք հույս եք հայտնում, որ կգտնվի այդուհանդերձ դատավոր, որ Սամվել Կարապետյանին ազատ կարձակի տնային կալանքից եւս, բայց իշխանությունները, ինչպես նաեւ այլ անձինք, նաեւ եթե տեղյակ եք արտաքին հետախուզություններ հայտարարություն տարածել, ինչպես նաեւ դրանից հետո Դանիել Իոնիսյանը հայտարարությամբ հանդես եկավ, մասնավորապես նշելով, որ Սամվել Կարապետյանը ընտրություններին ավտոբուսներով մարդիկ է բերելու Ռուսաստանից, որպեսզի մասնակցեն եւ դրա վերաբերյալ նաեւ հաղորդում են ներկայացել։ Մտավախություն չկա, որ այլ քրգործերով եւս Սամվել Կարապետյանին կալանքի տակ կպահի։ Գիտեք, մեր որոշումները շատ հստակ են, մենք հստակ քայլերով գնում ենք առաջ դեպի ընտրությունների։ Իհարկե կլինեն մարդիկ, որոնք կուզենան սադրեն, որոնք կուզենան դեզինֆորմացիա տարածեն ավտոբուսների վերաբերյալ, մի շարք այլ գործողությունների, բայց այդ ամենը դեռ ապացուցել է պետք, մենք որևէ անօրինական քայլերի չենք դիմել, ավտոբուսները շրջում են 24/7-ի վրա ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքներով, եթե մենք ուզենայինք նման քայլերի դիմեինք, հավատացեք, ավելի հեշտ ճանապարհներ կան, քան ավտոբուսներով մարդկանց բերել, ամբողջ հայ ազգը, ամբողջ աշխարհում համախմբված
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բոլոր երկրներում համախմբված գալու են եւ մասնակցելու են հունիսի 7-ի ընտրություններին։ Ինչքան էլ իշխանությունները ուզենան լրացնել մեր հայրենակիցներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, անկախ նրանից թե որ երկրում են իրենք ապրում, դա հնարավոր չէ։ Սա այն օրհասական պահն է մեր երկրի ապագայի համար, որ բոլորը միամուռ ուժերով համախմբվելու են, գնան ընտրությունների եւ ընտրեն Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետին, ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանին։